Բարև իմ շատ սիրելի թանկ հետևորդներ ջան, այսօր պատրաստելու եմ մի շատ համեղ, շատ արտակարգ ուտեստ և ներկայացնելու եմ այս հաճույքը Անի Տագերի բնակարանում, միշտ նկարել ենք ամառանոցում, իսկ հիմա նկարում ենք բնակարանում, ուրեմն սիրելի Անի ջան, համեցիր մեզ, միացիր մեզ, Միան ցաներվեմ գամ, ուրեմն սիրելիներս, ձուկ եմ պատրաստելու, հատուկ սոուսով, հիմա սոուսի բաղադրիչները ձեզ ներկայացնեմ, բլենդերով ես հարեմ, հետո արդեն կանցնենք մյուս կողմը խոհանոցի ու ընդեղ կներկայացնեմ ձկի պատրաստման մեթոդը, ուրեմն սոուսի համար հարկավոր է խորոված գունավոր պղպեղներ, լոլիկ, սոխ, սխտոր, ես իմպրովիզացիայի մարի նաև մի քիչ գցում եմ իմբիր, քանի որ իմբիրը շատ առողջարար է և համեղ է, և կես լիմոն եմ կտրել, 1 ճաշիկ թալ ընդամենը իրան լիմոնի հյութապետ կամ մի ճաշիկ թալ քացախ և մեզ պետք է ձիթայուղ, ձիթապտղի յուղ, էքստրա վերջի և մի կապ, լավ կապ նանա, հիմա սիրելիներս ես սկսեմ բլենդ անելը, որպեսզի աղմուկը շատ չխանգարի, արագ բլենդ անեմ, դուք տեսեք ինչպիսի սոուս է ու արդեն կանցնենք մյուս մասը, կաշխատեմ արդեն ձկան հետ, այսքան առայժմ, բայ, քիչ ավելացնեմ, իսկ բուրմունքը, իսկ մեզ դիր, նանայի ու իմբիրի հոտերը, ինչոր արտակարգ հոտեր եմ զգում չինեմ, որը ունը, կեսնել քո դուխումն է, հոտերը խառնել ենք իրար, հա, հոտերը համերը գեղեցկությունները, սիրելի հետևորդներ ջան, բանջարեղեն արդեն ես բլենդերով հարեցի, հիմա մեզ պետք է ընդամենը մի լավ ճաշի գթալ լիմոնի հյութ, էսենց, գցելու եմ մի էսպես լիքը թեյ գթալ հիմալայան աղ, կարող եք սովորական աղ լցնելու, ես ուղղակի ուզեցի սենց, և հիմա լցնելու եմ 4-ից 5 ճաշիկ թալ ձիթապտղի յուղ, սիրելիներս, լավ խառնում ենք, խառնում ենք լավ բուսայուղը լուծվի արդեն մեր բանջարեղենային խյուսի մեջ ու արդեն անցնում ենք մյուս կողմը խոհանոցի, պատրաստենք մեր ձուկը, սիրելի հետևորդներ ջան, Անի այս անկյունը ես շատ եմ սիրում, տեսեք ինչքան գեղեցիկ, պատկերազարդ, ինչքան լավ տեսարան ստեղծի Անին, շատ լավ գեղեցիկ տեղ է,
պատուհաններ բացեցի, որպեսզի ձեզ մի հատ շատ գեղեցիկ լավ տեսան ցույց տամ։ Սուրբ Աննա եկեղեցին է, հենց Անյանց տան դիմաց գտնվում, շատ հրաշալի տեղ է։ Ափսոսն են ջամ ենք նկարում, զանգերը չեն ղողանջում։ Զանգերը ղողանջումա մի հիասքանչ բան է դառնում։ Այսպես սիրելիներս, հիմա անցնենք մենք մյուս կողմը ու սկսենք մեր ձկան հետ աշխատելը եւ մեր Անի տագերը շատ հետաքրքիր փլավա պատրաստելու բրնձով, բայց կալմարով եւ ջրիմուռով սիրելիներս կպատրաստի, որպեսզի մենք ձկի հետ վայելենք այս համեղությունը, նուրը ձևավորելու համար վերջում ձուկը, նաեւ կիտրոնը կձևավորենք, գեղեցիկ տեսք կստանանք, կվայելենք։ Սելի հետևորդներ ջան, քանի որ Secret Santa ենք խաղացել, այսօր նվերները բաժանելու օրն է, նաև այս համեղությունն ենք պատրաստում, որ վայելենք, հյուրեր կան, ուզում եմ տեղեկացնեմ, որ շատ գեղեցիկ օր ենք ունենալու ենք նաև շարունակական է եւ պատրաստում եմ դրա կապակցությամբ այս հաճելի ուտեստը Անի տագերի հետ։ Սելյանի ջան, դու էլ կողքից հետս զրուցի, մենք պատրաստենք մեր տարան, ձկի, ձուկը ուրեմն դնելու եմ լավաշի մեջ, նախ պետք է մեր հաճելի սոուսով պատեմ ձուկը, հետո լավաշի մեջ չեմ փաթաթելու, ցույց կտամ ինչ եմ անելու ու մենք կպատրաստենք, կդնենք ջեռոց 150 աստիճան տակ 40-ից 45 րոպե, որը պատրաստ կլինի ու կհանենք, կմատուցենք մեր հյուրերին, մենք կհյուրասիրվենք եւ այսպես սիրելիներս։ Սելի հետևորդներ ջան, ուրեմն ձուկը վերցրել եմ Աջափնյակ համայնքի Շինարարներ թաղամասի շուկայից հատուկ մսի ձկնեղենի խանութ։ Ուրեմն պարզվեց այդ տղան ինձ նաև հետևում է YouTube-ով, որ մտա ձուկ ու խնդրեցի, որ մի հատ լավ մեծ ձուկ է ինձ հարկավոր, ուրեմն այս տղան կռացած ինձ նուշադիր նայում ասում մորքուր դուք են էկրանի մորքուրն եք, որ լավ բաներ եք համով սարքում, ես թեթևակի ժպտալով ինչպես միշտ ասեցի, հա տղա ջան, ես եմ, ու ինքը իմ տղայի հասակակից տղա է, ասեց ես նայում եմ, տեսնում եմ, որ շատ համով բաներ եք պատրաստում, կարող ասում է բորշ եք, բայց նենց բան իմպրովիզանեք, որ ասում է, ասեն սա բորշա, թե ուրիշ բան։ Մի խոսքով, ինչ եմ ուզում ասեմ, շատ բարեհամբույր տղա էր, շնորհակալություն, եթե կդիտի հիմա այս վիդեոն այս տղան, իրեն շնորհակալություն։ Ուրեմն սելի հետևորդներ ջան, մեր բանջարեղենային խյուսը քսեցի ձկան վրա, հիմա թող մի 5 րոպե մնա, այսպես, ու ես ձերքերս արագ լվանամ ու գամ ասեմ արդեն ինչ եմ անելու ու դնելու ենք ջեռոց 40-ից 45 րոպե 150 աստիճան ջերմաստիճանի տակ։ Սելի հետևորդներ ջան, հիմա ձուկը արդեն տապակի վրա եմ տեղափոխել, հիմա այսպես աջարական խաչապուրու նման երկու այս սայրերը պետք է չոպիկներով ամրացնենք։ Երկու հատ լավաշ եք, եթե փոքր են, երկու հատ լավաշ եք վերցնում։ Իսկ եթե մեծ է,
ձուկն էլ համապատասխանում է երկարությունը, ուրեմն մի հատ վերցրեք, 2 տակ արեք, որպեսզի լավ ստացվի։ Սիրելիներս, այսպես հիմա լցնելու եմ մեր մնացած սոուսը, առատ լցնելու ենք, լավ առատ։ Ու դնելու ենք ջեռոցը, արդեն ջեռոցը միացրած է, ուրեմն արդեն սոուսն էլ լցրեցի, ջեռոցն էլ տաքացել է, դնում ենք արդեն եփվելու մեր ձկնիկը, իրեն մոռանում ենք 40-ից 45 րոպե, մինչ պատրաստ լինել է, այսպես, գնա ձկնիկ լողտուր լողարա, դրսի որսը թողարա։ Այդ ընթացքում ես կպատրաստեմ մի շատ սովորական բրինձ։ Մեր Անիտագերն էլ ուրեմն պատրաստելու է բրինձ, Շատ բրինձից արտասովոր։ փլավ, ջրի մուրով եւ կալմարով։ Այո։ Հիմա ինքը կպատրաստի, կտեսնեք, գիտես չէ՞։ Օղակներ եմ ուզում անեմ։ Թեկուս 2-ից 3 րոպե պետք է Շատ կարճ, ոչ ռեզինի պես պնդանում է, եթե մի քիչ ավել ես պահում։ Դրա համար շատ կարճ պետք է։ Ու տան երեխաները խնդրեցին չփչացնել բրինձը, այսինքն ասին առանձին դնել կաղամար-մաղամարը։ Հա, վերցնում ենք թիթիզ ձեթ եւ պատրաստում ենք թիթիզ բրինձ։ Տաքես դու, չէ, միացրել։ Բայց այդ թիթիզության հետ միասին վերցնում ենք հայրիկից դսեղից բերած կարագը, որը ես ճաշերին միայն սա եմ օգտագործում։ Հայրիկս միշտ դսեղից կարագ է բերում։ Լորվա բնաշխարհից։ Այո։ Գնում է գիքորի աղբյուրի ջուրը վայելում է, մեզ էլ կարագ է բերում վայելենք։ Սա ձեր 4 ձեռքով սա խառնում ենք։ Ես սովորաբար սիրում եմ քիչ աշխատել, շատ խոսել։ Եղումորներ Որ անել։ հասկանաք ինչ է կատարվում։ Так что տեղ-տեղ կարելի անջատել, մինչև ես այս տաքացած կարագի մեջ այսինքն ռիսկով կգցենք ժամանակից մի քիչ առաջ ենք, պիտի տժժար, բայց միևնույնն է շատ փորձնական է, իսկապես կարելի է չխառնել, բայց բրինձին երևի կարի և կուրկումա կխառնեմ ամեն դեպքում, որ կամ այս սոուսին, հա, հասիկ ոնց խորհուրդ կտաս, սոուսին խառնենք, բրինձը մաքուր թողնենք, իմ սիրելի հավաքածուն, որտեղ կա մի փոքր սխտորի փոշի, մի փոքր կարի և մի փոքր կուրկումա։ Սա պիտի արագ հանվեր, բայց մենք որոշեցինք հասիկի հետ, որ ջրիմուռները նույնպես միացնենք սրանց։ Գեղեցկություն, բա որ իմանաք ով է այս գեղեցկությունը նկարում։ Ախ, եթե Մեր իմանայիք։ գեղեցկությունը նկարում է իմ շատ սիրելի տղա Արեն Ոսկանյանը, գծիկ Լիպարիտ Տանուտերյանը։ Պիու։ Սելի հետևորդներ ջան, եթե նաև հետևում եք իմ տղային, իմացեք, որ Լիպարիտ Տանուտերյանը դա իմ տղան է։ Այնպես որ սելներս կարող եք գրել Արեն Ոսկանյան Instagram-ով, TikTok-ով ու տեսնել իրեն հումորային էջերը։ Կարմիր պղպեղ։ Հա,
Կապչոնի։ Ունես մի քիչ խոշոր փաթի։ Конечно, խոշոր փաթիներով, այսպես։ Օպա։ Լավ, էլի։ Սա կարծում եմ արդեն պատրաստ է։ Անի ջան։ Ըստ քեզ պատրաստ է։ Ինձ թվում է, այո, ինձ թվում է ինքը ընդամենը տաքանալու ու խառնվելու կարիք ուներ։ Որովհետև կալամարը չի սիրում երկար եփի, արդեն ձիգ է լինում ռեզինանման վիճակ։ Հիմա արդեն վերջ մեր կալամարը եւ ջրի մորը։ Շքեղ, Սիրելի հետևորդներ ջան, շատ շքեղ։ մենք արդեն գնանք հյուրասենյակ, մեր հյուրերը սպասում են, այնպես որ տանենք, հյուրասիրենք, փորձեն, տեսնենք ինչ եզրակացություն կտան մեր համեղությանը։ Ինձ։ Ահա։ Հարգելի հյուրեր, Համեցեք։ համեցեք։ Մենք պատրաստ ենք։ Ձկնիկը տեղավորեք, Մտնում է մոմերը։ ձեր կարծիքը, ուտեք հայտնիկ։ Սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ այս գեղեցիկ բաժակով խմել մեր համայն հայոց ժողովրդի կենացը, ուզում եմ, որ գալիք ամանորը լինի լավ հաջողությունների, առողջության, խաղաղության տարի, թող բոլորի տներում ծաղկունք լինի, լավ աշխատանք, լավ նպատակներ ով ինչ ունի թող իրագործվի, մեր սահմանում կանգնած բոլոր մեր թանկ զինվորների կենացը, որ իրան շնորհիվ այսօր մենք կարողանում ենք ապրել, արարել, ստեղծագործել ու հեռներում գտնվող Սփյուռքում մեր հայազգին բոլորի ամանորը Սուրբ Ծնունդ ուզում եմ շնորհավորեմ, միայն առողջություն եմ, հաջողություն ու խաղաղություն եմ ցանկում։ Այսքանը սիրելիներս։